շարունակ է մեր հարցազրույցը, սիրելի հայրենակիցներ, ու ճշմարտությունը այն է, որպեսզի տվյալ անձը գաղափար ունենամ, նոր գաղափար, որը ոչ միտեղ չկա, ներկայությամբ երկրագնդի մոլորակի 8.5 միլիարդ բնակչության այդ գաղափարները չունեն։ Իսկ այն անգրագետ իշխող բոլոր երկրներում, այդ թվում նաև մեր արևելյան 28,000 կիլոմետր քառակուսի վարչակիր Նիկոլ Փաշինյանին, որ ասում է դուք ուզում եք իշխանափոխություն անեք, հայրենակիցներ, եթե որևէ մեկը գաղափար ունենամ, պետք է իր համախոհներն ունենա, պարտադիր այս մարդը պետք է իշխանության լինի, որպեսզի իր գաղափարները օրենք դառնան, չէ փողոցում 10 հոգի, 1 միլիոն, 3 միլիոն փողոցում գոռում գոչումով դա օրենք չի դառնում։ Օրենքը պարտադիր իրականություն է դառնում միայն ու միայն պետական օրենքի միջոցով։ Այսինքն երբ դու իշխանություն ես գալիս, պետք է դու գաս իշխանության, անգրագետներին հեռացնես իշխանությունից, որպեսզի քո գաղափարները, այն գաղափարները, որ բոլորի հայազգի համար պիտանի է, արդար է, պարտադիր է լինի ու կխնդրեի ու դեր բոլորից պահանջելու նորից վերջում եւ մեկնաբանություններ գրեք եւ հավանություններ տվեք, որպեսզի մենք կարողանանք միասին փրկենք մեր ազգը, մեր պետականությունը, մոռանալով այն, որ չպետք է մենք սպասենք մինչև 26 թվականի հունիսի 8-ին կարծեմ ընտրությունները։ Եթե մենք 5 տարով մեկին սխալմամբ ընտրել ենք ու նա մի ամսում կործանել է մեր պետականության տարածքները, եթե մի 5 տարի սպասեն, եթե բոլոր կկորցնի, հետո ուր են գնալու։ Եթե դու քո տանը չես կարողանում արդար ճիշտ որոշումներ կայացնես, ապրես, ուրիշի տանը դու ոնց ես, ով է թույլ տալու, որ դու իր տանը քո գաղափարներով քո իմացությամբ ապրես, ոչ մեկը թույլ չի տալու։ Այս է ճշմարտությունը, որ դու պարտադիր պետք է ապրես քո պատմական բնատարածքում։ Մենք արցախցիները պարտադիր պետք է փրկենք այս տարածքը, մոտավորապես 28,000 քառակուսի կիլոմետր արևելյան Հայաստանը պետք է փրկենք, այնուհետև առանց պատերազմի եւ Արցախը փրկենք, եւ Արևմտյան Հայաստանը, եւ Կիլիկիան, եւ Ջավախքը, եւ Նախիջևանը, եւ Ուրմիալը շրջակայքը պարտադիր կանենք մենք հայրենակիցներ, եթե մենք ձգտենք ավելի գրագետ լինել, ավելի արդար լինել, չխաբվել ներկա վարչակիրթի աթոռը զբաղեցնող կեղտի, որը կեղտը, բառից բուն իմաստով կեղտը, նա անգրագետ է, նա չի իմանում պետություն, պետականություն։ Ես ընտեղ Արցախում էի, որ եկավ ասեց Արցախը Ղարաբաղը, Արցախը Հայաստանը եւ վերջ, Ղարաբաղը Ադրբեջանը եւ